Իսկ պրեմիաների չեմ ավարտել։ Պրեմիաների կամ այդ հավելավճարների կամ պարգևատրումների մասով։ Տեսեք, ես անզգուշություն ունեցա հնչեցնել թիվ եւ այդ թիվը պատտվեց ժողովրդի շրջանում առաջացնելով դժգոհություն եւ չնայած որ ես նշել էի, որ օրինակ այդ 6-ից 7 միլիոնը ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասն է եւ եթե մենք հիմա միասին այդ վարժությունը կատարենք, դուք ամիսների բաժանեք կտեսնեք, որ դա կարող է այլ կերպ օրինակ լինել աշխատավարձի բարձրացում ամսական 400 կամ 500 հազար դրամով ենթադրենք։ Չգիտեմ այդ դեպքում դժգոհության նավիք կբարձրանար թե չէ, բայց սա հարց է պետական աշխատողների աշխատավարձի բարձրացում հարց է, որ տարիներ շարունակ կառավարության կողմից քննարկվում է ու ելի է հարթ ունեցել շեշտելու, հիմա շատ կարևոր է սրա մասին խոսելը, տարիներ շարունակ այլ մարմինների, ոչ հենց կառավարության եւ աշխատակազմի այլ մարմինների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն ենք իրականացրել եւ միշտ վախեցել ենք անդրադառնալ հենց կառավարության, նախարարությունների աշխատակիցների եւ աշխատակազմի աշխատավարձերի։ Ու այդ օրինակները բազմաթիվ են։ Ծառայությունների մասով բոլոր ծառայությունների աշխատավարձերը 50% եւ ավել բարձրացվել են։ Ապստավորման միջոցով պարգևատրումների մասին կարծում եմ տեղյակ եք այսօր ինչ աշխատավարձ են ստանում, օրինակ պայմանագրային զինծ ծառայողները, քրեակատարական ոլորտի աշխատողները, բոլոր ծառայությունների մասին է խոսքը, ուսուցիչների համար ապստավորման համակարգն է գործում, հնարավորություն ունեն ուսուցիչները այսօր մեր երկրում ստանալու 500-700 հազար դրամ աշխատավարձ, բայց միշտ մենք վախեցել ենք, քննարկել ենք, հետո մտածել ենք, այ դժգոհության արդյունք երևի կբարձրանա, բայց հետո եկել է ինչ-որ մի կերպ, երբ աշխատավարձը նախարարի տեղակալի, վարչության պետերի, բաժնի աշխատակիցների մասնավոր աշխատաշուկայում մրցունակ չէ, ժողովուրդ եկեք արդար գտնվենք եւ օրինակ նախարարի աշխատավարձը թեկուզ այդ հավելավճարների հաշվառման համեմատենք ֆինանսական ոլորտի ծառայություններ, ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների վարչության պետերի, չեմ ասում կառավարիչների բանկերի կամ խորհրդի անդամների բանկերի, կառավարիչների աշխատավարձի հետ, IT ոլորտի աշխատողների աշխատավարձի հետ, մի շարք ոլորտների աշխատավարձի հետ, եւ եթե դուք ինձ կհակադարձեք ու այդպիսի բան եղել է, ասեք, «Էլինացեք մասնավոր ոլորտում աշխատեք», դա ուղղակի չեմ հասկանում թե ինչի մասին է։ Այսինքն պետք է նորմալ կադրը, որը որ մրցունակ աշխատավարձ կարա ստանալ շուկայում, աշխատավարձի պատճառով զրկվի հնարավորությունից գալ աշխատել կառավարությունով եւ միջակ կադրը, որը մրցունակ աշխատաշուկայում մրցունակ չի, որովհետեւ չի կարող հավակնել բարձր աշխատավարձ ստանալու մասնագիտական գիտելիքների փոխի պատրաստվածության պատճառով ինքը պետք է ընտրի գալ կառավարությունում աշխատել կամ հաջորդ մանել շրջանակել մարդկանց, պետք է լինեն այնքան ապահովված մարդիկ, որոնք 1 դրամով աշխատեն կառավարությունում։ Մենք հարց ենք լուծելու դրանով, այսինքն մենք հնարավորություն ունենանք աշխատանքներին ներգրավել կամ կառավարության անդամ տեսնել մարդկանց, որոնք որ 1 դրամ են աշխատավարձ ստանալու։ Դե հիմա ես այն հարցին եմ ուզում անդրադառնալ, նախ գաղտնի որոշում սիրելի քաղաքացիներ եւ լրագրողներ, մի արեք այդպես, այդպես չէ, գոնե բացարձակ ճշմարտությունների մասին եկեք ազնվորեն խոսենք, ոչ մի գաղտնի որոշում չի եղել, դա եղել է կառավարության հրապարակված որոշում, ընտրություն է եղել է բարձրացնել աշխատավարձերը եւ որոշել են որոշել մինչեւ այդ աշխատավարձերի բարձրացման, այսինքն գործակիցների վերանայման գնալը պիլոտային ծրագիր անեն, տեսնենք ըստ կատարողականի, ով ինչքան աշխատավարձ է ստանում, ու ըստ կատարողականի գնահատելով աշխատանքի արդյունավետությունը տանք պարգևատրում։ Այդ պարգևատրումը ես պետք է նշել եմ, կարող եք համարել աշխատավարձ։ Պետական ամբողջ ապարատը ստացել է աշխատավարձ կամ ամեն թողնի պարգևատրում կատարված 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքի համար եւ դա առաջացրել է գիտեք ինչ, տեսեք կանոնները հնարավոր է փոփոխել, հնարավոր են խնդիրներ, հնարավոր է արդարություն, տեսեք, եթե մենք որոշում ենք, որ ինչ-որ մի ծրագիր պետք է իրականացվի, նորարարություն է։
Ես խոսում եմ պիլոտային ծրագրի մասին։ Այդ պետքա գնահատվի, մի անգամ անում, տեսնենք հետո ոնց է գալու։ Ինչ գիտեք, ով ինչքան է ստացել, դուք գնաք հայտարարագրեր կնայեք, ես չգիտեմ, որ նախարարը ինչքան է ստացել, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը, այդ ժամանակահատվածի համար եղել է 70% կամ դրանից բարձր, հաջորդ 25 տարվա համար այն տրամաբանությամբ ինչ որ գրվել է կառավարության որոշումով, մենք ձգտել ենք 100% կատարողական ապահովել միշտ, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները այո պարգևատրվեն կամ որ նույնն է ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մոտիվացվածության աստիճանը աշխատակիցների եւ մթնոլորտի նախարարությունում խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից։ Այսինքն մարդիկ գիտեն, չգիտեմ, բաժնպետը 200,000 բաժնպետ պատասխանատվության մակարդակը շատ մեծ նշանակություն ունի։ Այսինքն երբ որ ուսանողը ավարտում է ու իր կարիերան փորձում դասավորել չէ, ունի ընտրանք։ Մտածում է որ գնամ աշխատեմ, երբ երիտասարդները օրինակ չգիտեմ, մեր սերունդը այդքան էլ այդպեսին չէին, մտածում են ինչքան բարձր աշխատավարձ է, այնքան լավ։ Հիմա նայում ցուցակները, այսինքն չգիտեմ, ուսումնասիրման ոլորտը տեսնում է։ Նախարարությունը լավ բովանդակային աշխատանք մասնագետ դառնալու համար է, բայց որ գնա քաղաքծառայության ստանալու 100-120,000 դրամ, հետո բացում տեսնում է կարա առանց փորձի դառնա քննիչ, կարա առանց փորձի դառնա, չգիտեմ, դատախազ, կարա առանց փորձի գնա մի քիչ էլ սովորի դառնա փաստաբան ու առանց փորձի կարա գնա մասնավոր ընկերություն, չգիտեմ, փաստաբանի օգնական դառնա, այս մեր մասնակցության մասն է խոսում։ Հետո նշան բոլոր օղակներում աշխատավարձերը շատ 2-3 անգամ ավելի բարձր է։ Հիմա այս փոփոխությամբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի պետական մարմինները գայթակղիչ լինեն աշխատանքի տեսանկյունից։ Ու նաև վերադասների մասով էլ, այո, պետք է լինեն այնպիսի սոցիալական երաշխիքներ, որ միլիոնների բյուջե տնօրինող մարդիկ ստանան բարձր աշխատավարձ։ Ուղղակի ստանան բարձր աշխատավարձ, ոչ թե ինչպես որ ժամանակին էր ստանան 200-300 կամ 400,000 դրամ, բայց ունենան միլիոններ, ոչ թե դրամական միլիոնների մասին է խոսքը, դոլարների մասին է խոսքը։ Հայցապահանջները բացեք նայեք։ Փառք Աստծո, ես բոլորից լավ այսօր կարող եմ պատասխանատու կերպով ասել, ինչու բոլորից լավ կառավարությունում, որովհետև ինքս բախտ եմ ունեցել կամ չգիտեմ ինչ եմ ունեցել, առաջվելու այդ թվերի դեպի ինքս եմ տեսել։ Այսինքն ինչի մասին է խոսքը, մենք դատապարտում ենք, որ կառավարությունը ուզում է ունենալ մրցունակ այնպիսի աշխատավարձ, որի պայմաններում լավ կադրերը, բանիմաց, խելացի, որոնք մրցունակ են մասնավոր շուկայում, ցանկություն ունենան գալ աշխատել պետության համար, ու ստանձնել են բեռն պատասխանատվությունը, որը ամեն օր կրում է նախարարը, նախարարի տեղակալը կամ վարչության պետը, ինչի մասին է խոսքը։ Եկեք բոլորին, եկեք մենք մի դրանով աշխատենք եւ բոլորին բաժանենք թոշակ։ Մեր բոլոր աշխատավարձը ով է։ Նախ ձեր հարց տալու կգա եւ երկրորդ մեր գաղափարների իրացումը մենք ապահովում ենք։ Եթե դուք շեշտում եք թոշակների բարձրացման հարցը, ես դրա մասին եմ առնչությամբ խոսել։ Թոշակները մի քանի անգամ բարձրացվել են եւ հետո բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշել ենք մեր թոշակառուների խնդիրները վերհանելով դրանք լուծելի դարձնել այլ ճանապարհներով։ Առաջին հերթին բոլորը գիտեք Առողջապահության ապահովագրության ինստիտուտն է, որը ներդրվել է մեր երկրում։ Ես ոլորտի ներկայացուցիչ թվական ցուցանիշներ չեմ կարող նշել, թե քանի թոշակառու տատիկ եւ պապիկ է միլիոնավոր դրամների բժշկական ծառայություն ստացել, որ ժամանակին չէր կարող ստանալ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ խնդիր ենք մենք լուծելու, էլի, եթե մենք անդրադառնում ենք թոշակները չենք բարձրացնում ենք նախ, երկրորդ հետվճարի ինստիտուտն է սահմանվել, որը բերելու է անմիջական ունենալ թոշակների բարձրացմանը, եւ երրորդ մենք սահմանում ենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի լուծենք այդ տարիքի մարդկանց խնդիրը, այսինքն սուր անհրաժեշտությունը, որը ունեն այդ մարդիկ։